Շարյան համեցեք նախավաճառվի Հայ-Հեղափոխական Դաշնակցության խմբակցության հարգելի քարտուղար Աղվան Վարդանյանը։ Շնորհակալություն հարգելի փոխխոսնակ գեղեցիկ նախաբանի համար։ Հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, երեք իսկապես իմ բոլոր գործընկերները եւ նաեւ այդ թվում ես խոսեցինք կառավարության ծրագրի մասին, նաև այն խնդիրների մասին, որոնք ծառացած են մեր երկրում։ Ինչ խոսք մեր ասելիքի մեջ ավելի լուրջ տեղ պետք է զբաղեցնի այն մասը, որը արդեն մենք տեսել ենք, մեր մաշկի վրա զգացել ենք, եւ որից հետեւություն պետք է անի նաև այն քաղաքական ուժերը, որոնք այստեղ նստած են, եւ կառավարությունը, որը նոր է ձևավորվել եւ ինքը փորձելու է ինչ որ բան անել, որպիսի մեր ժողովրդի, այսպես ասած, վստահությունը, հավատը ապագայի հետ կանգնած վերականգնի, որտեղ դա իսպար գոյություն չունի։ Մենք խոսում ենք ամենակարևորը Հայաստանի տնտեսության մասին։ Բոլորի հիմնական թիրախը այս բաժինն է, որտեղ պետք է լինի հստակ զարգացում, ուղղվածություն եւ ձեռագիր, որպիսի հույս արթնանա։ Բայց մենք ինչպես կարող ենք այսօր չխոսել տնտեսության մասին, չխոսել այն մենաշնորհների մասին, ինչ կա մեր երկրում։ Միթե 14 ծրագրերում չեն եղել պայքար մենաշնորհի դեմ։ Միթե չի եղել գեղեցիկ ծրագիր, այնպես ինչպիսին ձերն է, եւ այդ ծրագրերի ներքո Հայաստանը կանգնել է ծայրահեղ ծանր վիճակի առջև։ Մենք խոսում ենք մենաշնորհների մասին։ Մի փոքր օրինակներ էլ պետք է բերեմ, պարոն վարչապետ, որովհետեւ դրանք անպայման հետեւության համար են, որպեսզի մենք կարողանանք հետագա մեծ սխալներ թույլ չտալ։ Ես անընդհատ երեք իմ օրինակում բերեցի, դուք այստեղ չեք։ Խոսում ենք Վրաստանի մասին։ Հարևան մի երկիր է, որը մեզանից լավը չէ, բայց չգիտես ինչու մեր ամեն մի քաղաքացի կլինի ավտոմեքենայի հետ կապված, զբոսաշրջության հետ կապված ինչի մասին դու գրել եք ծրագիր, բայց ես չգիտեմ թե ինչպես եք իրականացնելու, երբ մեր հայրենիքի լավ տարածքները, որտեղ կարող են թեկուզ մենք հանգստանալ, դա մենք չենք կարողանում, իսկ Վրաստանն ավելի էժան է, սկսած կենցաղային իրերից, ձեռքի հետ Վրաստան մտնողը մի հատ լվացքի փոշի բերեմ, մի հատ չգիտեմ ինչ բերեմ, որտեղ Հայաստանում ամեն ինչ թանկ է, ինչու։ Ինչու։ Մի քանի կիլոմետրի մասին է խոսքը։ Ինչու է մեր տնտեսությունը տքած այդ բեռի տակ։ Ինչու մենք չենք կարողանում այդ համակարգը ավելի, այսպես ասած, հնարավորություն ընձեռնի մեզ այդ համակարգը, որ մեր քաղաքացիները կարողանան այս երկրում ոչ թե աչքը Վրաստանի կամ այլ երկրների վրա լինի, ոչ թե մեր ուրեմն երկրում այնինչ որ գոյություն ունի։ Խոսում ենք հասարակ մի օրինակ, բանանի մասին։ Նայեք, Վրաստանի ամենաթանկ սուպերմարկետում մի 2-3 անգամ բանանի գինն ավելի էժան է, քան Հայաստանում։ Լավ կարելի է մենաշնորհին վերջ տալ։ Եվ ընդհանրապես ասենք խոսում ենք մենաշնորհների։ Տեսեք, ասում ենք փոքր եւ միջին բիզնեսը ինչպես զարգացնենք։ Միթե նախորդ ծրագրերում կար այդպիսի դրույթներ, որով մենք պետք է փակեինք փոքր եւ միջին բիզնեսը, ոչնչացնենք, վրան էլ գրել ենք, վաճառվում է կամ տրվում է վարձով եւ այդ մարդիկ արտագաղթեն երկրից։ Միթե մեր նախորդ ծրագրերը դա մեզ հուշում էին, այդպիսի բան չկար, բայց ծրագիրը գրել էինք ունենալու համար, ասենք ով է ասում, որ մեր երկրում ծրագիր չունի կառավարությունը, բայց արել ենք ամբողջությամբ մի ուրիշ բան։ Ոնց կարող է փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, եւ զարգանում են սուպերմարկետները։ Սուպերմարկետների մասին սահմանափակման օրենքի նախագիծը 7 տարի թափառեց կառավարությունում։ Եվ կառավարությունից մեկը բարոյական չգտնվեց, մի հատ վերցներ այդ նախագիծը ոչ թե մերժեր, ոչ թե ասել մի հատ քննարկման առարկա դարձնենք, այլ իրականում իրականացնեինք։ Չէ որ կլանեց իր մեջ այդ բոլոր խոշոր ուրեմն սուպերմարկետները, բոլոր կենցաղային սպասարկման նաև ոլորտները։ Այսօր մտնում ես միտեղ բոլոր հարցեր լուծում դուրս ես գալի, բայց այլ փոքր միջին բիզնեսի մասին մենք ոնց կարող ենք խոսել։ Եվ այս ամենը չի կարող իր հետևանքները չունենալ։ Տեսեք, մենք խոսում ենք ուրեմն երկրի աղքատության եւ աշխատատեղի մասին։ Նախորդ ծրագրերում որևէ անգամ որևէ տեղ ես չեմ կարդացել, որ Հայաստանի քաղաքացին, որ ձեռք էլ բերե գումարներ, ասենք, չգիտեմ ինչ ճանապարհով, նույնիսկ ազնիվ ճանապարհով, իսկ դա մի քիչ շակերտավոր է, ազնիվ ճանապարհով միլիարդներ չեն ձեռք բերում տենց արագ։
Ուրեմն պետք է անպայման երկրից դուրս տանի օֆշորներում։ Հիմա այս ծրագրում ես չտեսա մի կետ, որով դրսից կարող ենք այդ փողերը բերել։ Այ եթե դուք ուզում եք շատ արագ մենք դառնանք իսկապես Սինգապուր, իսկապես դուք հերոս դառնաք այս երկրում, ետ բերեք թալանած փողերը, այն 30 միլիարդը, որ Հայաստանից տարել են, այն չակերտավոր հայրենասերները, այն չակերտավոր, չգիտեմ, իշխանավորները, որոնք լինելով պաշտոններում այդ գեղեցիկ ծրագրերը բերել հրամցրել են մեզ այստեղ, գայթակղել են, ասել են, որ սրանք իրականություն է դառնալու, բայց դրել են մի կողմ եւ թալանել են երկիրը, թալանել են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ ձեր ծրագրում դրեք այդպիսի դրույթ, որով մենք կարողանանք հորդորել մեր այն գործարարներին, այն պաշտոնյաներին նախկին կամ ներկա, որոնք դրսում ունեն հնարավորություններ, կամած կարած բերեն Հայաստան, որտեղ վստահության գրավականը դուք եք լինելու, կառավարությունը, որը վստահելու է, որ իրենք սվերային որևէ պայմանավորվածություն չեք ունենալու, թողնելու եք ազատ աշխատեն։ Ինչու են տարել, որովհետև իրենք նախ թալանել են մեկ, ես բոլորին նույն կներեք, ասացի, որ ազնիվ նաև կարող են լինել փողեր, որովհետև եղել է սվերային պայմանավորվածություն, սվերային է եղել ամեն ինչ, հրապարակավ պայմանավորություն չի լինում, մեկ է լսում ես, որ մի մարդ եկել է ուզել է ներդրում անել, բայց սվերային ինչ-որ մի հատ հաշվարկ է եղել, որի պատճառով ինքը հետ է գնացել, ասել է, այս այն երկիրը չի, որտեղ ներդրում կարելի անել, սրա դեմ պայքարի ինչպիսի գործիքներ եք կիրառելու, որպիսի հաջողեք։ Մենք այն խնդիրներն ենք բարձրացնում, որով պետք է գնալ լուծել եւ վստահ եմ, որ Հայաստանը փոխվելու է, եթե դրանք մենք կարողանանք լուծել։ Մենք խոսում ենք ուրեմն արտագաղթի եւ գործազրկության մասին։ Եթե մենք կարողանանք այդ 29-30 միլիարդը ետ բերել, ինչ աշխատատեղի խնդիր մենք կարող ենք ունենալ։ Դա լուծվող խնդիր է, ինչ արտագաղթի մասին կարող ենք մենք խոսք ունենալ, ինչ աղքատության մասին, պատկերացնում եք, որ եթե մի ճիշտ կետից սկսում ենք անել, ամեն ինչ փոխվելու է, եթե այդ մարդիկ բարեխիղճ լինեն եւ այդ գումարներով ապարանում կլիներ, չգիտեմ, Սյունիքի մարզում կլիներ, Տաուշում թե Տավշիրում կլիներ, բացեին աշխատատեղեր, բացեին հնարավորություններ իրենց երկրի քաղաքացիների համար, ժողովուրդը կարճ ժամանակում կմոռանար, թե իրենք այդ մեծ գումարները որտեղից էին ստեղծել, որտեղ կօգտվեին դրանից, տասին ջանդամ որ չի թալանել, գոնե դրել է հայրենիքում, ստեղծել է, ինչ-որ մի հատ վիճակ է ստեղծել, որի արդյունքում պետությունը մնացել է իր տեղում, իսկ այսօր մեր առջև կանգնած է դեֆոլտի խնդիր, չգիտեմ, արդեն չգիտեմ, որ քաղաքացիների որքան տոկոսն է այստեղ ապրում, ես չեմ վստահում այն ցուցանիշներին, որոնք հրապարակավ ասում են։ Եվ մենք չենք կարող չխոսել կոռուպցիա եւ կաշառակերության մասին, ասենք կառավարությանից ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդը, ես չեմ հավատում դրան, 13 տարի այստեղ նստած եմ եղել, բոլոր կառավարություններն էլ այդ խորհուրդը ստեղծել են, իսկ այդ աստծո ոնց կարող է կառավարությունը, որը ամենահարուստն է, կառավարության ներկայացուցիչները, որոնք ամենահարուստ փողեր ունեցողներն են, որոնք հոսեցրել են իրենց փողերը դրսում, իրենց պահ ենք տալու հակակոռուպցիոն պայքարը, այդ որտեղ է գրված։ Տենց բան չի լինում, ժողովուրդ, փոխեք այդ մոտեցումը, այդ ձեր ծրագրում, պարոն վարչապետ, մի ուրիշ մոդել ստեղծեք, այդ հակակոռուպցիոն խորհուրդը ովքեր պետք է լինեն, թող նրանք զբաղվեն, եւ չի կարող այդ կոռուպցիան մեր երկրում չլինի, որտեղ աղքատ է ուսուցիչը, աղքատ է թոշակառուն, աղքատ է, չգիտեմ, ուրեմն երիտասարդը, որովհետև կոռուպցիան առաջանում է, ես չեմ կարող դրանով արդարացնել, բայց նաև պատճառներից, գլխավոր պատճառներից մեկը կարող եմ համարել այն հնարավորությունները, որ մեր ուրեմն 300,000-ից ավել աշխատող քաղաքացիներ նույնպես համարվում են աղքատներ։ Եվ չի կարող այդտեղ կոռուպցիան այդքան հեշտ նվազել, ուզում ես խորհուրդ ստեղծի, ինչ ուզում ես ստեղծի, եւ ցանկալի կլինի, որ նպատակին դրանք ծառայեն։ Մենք խոսում ենք ուրեմն գնումներից։ Ես կուզենայի, որ դուք դրան իսկապես ուշադրություն դարձնեք, որտեղ դուք գնումների բաժնում նշել եք, որ ուրեմն միջազգային կառույցներից էլ կարող են մասնակցել։ Ես դեմ չեմ։ Գուցե եւ ձեր առաջադեմ մտածողությունը տալիս է, որ դա այդպես դուք չեք էլ մտածում սվերային ինչ-որ պայմանավորվածությունների մասին գրել եք, բայց մինչև այսօր այն փորձը, որ մենք ունենք, շատ վատն է եղել։ Դրա մասին խոսել է Վերահսկիչ պալատը իր բոլոր զեկույցներում, որ մենք չենք էլ կարողանում հետո այդ օֆշորում գրանցված այդ կառույցներից հետ բերել այն փողերը, որը թալանել են, չեն կատարել,
չեն վերջացրել այն աշխատանքը, որը շահել են։ Ներողություն, եկեք այդ օֆշորը մի քիչ են կողմ դնենք, վերջը տեսնում եք, որ ժողովրդի ամենաթիրախավորված խնդիրը դա է այսօր։ Թալան է տեղի ունեցել երկրից։ 14 ծրագիր են ներկայացրել, 29 միլիարդ գնացել է։ Ես ո՞նց հավատամ այս ծրագրերին։ Ինչ կառավարության հավատանք։ Ո՞նց է եղել, այդ ովքեր են իրենք։ Պետք է այս ամեն ինչը բացահայտվի չէ՞ այս երկրում։ Ես ասեմ ձեզ, որ այս կառավարության ծրագիրը գրեթե նման են իրար, բավականին որակյալ է։ Ես ասեմ, որևէ բանով գրեթե մի 80% նման է նախորդ ծրագրերին, մի քիչ ավելի այլ շեղումներով, բայց նպատակը բոլորինը նույնն է եղել։ Մեզ համար ընդունելի չէ, երբ պարոն վարչապետ դուք երեք ասացիք, որ այո, եթե լինեն խելացի մարդիկ, իմ բարեկամներից էլ կընդունեմ, աշխատեք այդ խելացի մարդկանց գտնել այդ տեղերից։ Պարտադիր չի բարեկամական օղակից, դա մեզ համար ընդունելի չի, բայց շատ կարևորում ենք, որ դուք շատ մեծ քայլ կատարեցիք։ Ադյոս դեմքերից ազատեցիք կառավարությունը։ Ազատեցիք, բայց պատասխանատվության խնդիրեր կա։ Ազատել, ուղարկել, որ միլիոնները կերել եք, գնացեք ջանդամը գրողի ծոցը, դա էլ ձև չի։ Պետք է սկսեն պատասխան տալ։ Չի կարող 6 ամսում ներդրումներ լինել մեր երկում այնքան, որ 6 ամիս հետո մենք ասենք, որ ժողովուրդ, հույսը, հավատը ներշնչվեց մեզ, եկեք վերջ, արտա գաղթելու փոխարեն եկեք դեպի Հայաստան։ Սա ժողովրդավարություն չէ, սա ժողովրդաքանդություն է եղել։ Երկիրը քանդելու ծրագրեր են եղել, ծրագրեր չեն եղել երևի, ծրագրերը նորմալ գրած էին, մարդիկ են եղել, ում դրել ենք, ով քանդել է այս երկիրը։ Հիմա մենք ուզում ենք, որ այս ծրագիրը, այն ինչը որ դուք քայլ արեցիք եւ գրագետ գիտ մարդկանց բերեցիք կառավարություն, մենք շնորհավորում ենք ձեզ, շնորհակալ ենք, դա մեր տեսակի եւ մոտեցման խնդիրն է։ Մենք կողմ չենք կարող լինել այդ ծրագրին, որտեղ չկա օֆշորներից յետ բերելու, թալանի, ձերբակալությունների, այն պատասխանատվության մասերը, բայց մենք չենք կարող նաև դեմ լինել հնարավորություն չտալու նոր կառավարությանը աշխատելու, որը ընթացից հետո կլինեն գնահատականներ։ Դրա համար մենք ձեռնպահ կմնանք։ Այժմ ելույթով հանդես կգա Հայ-հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար հարգելի պարոն Աղվան Վարդանյանը, նախապատրաստվի ՀԱԿ խմբակցության հարգելի ղեկավար պարոն Լևոն Զուրաբյանը։ Պարոն Վարդանյան, համեցեք։